Ռենշինը կրկին Հայաստան է հրավիրել աշխարհի առաջատար մասնագետների, այս անգամ հեղինակավոր Expo Light ընկերությանը, որը մասնագիտացած է լուսային ճարտարապետության մեջ։ Արդեն ընդունված պրակտիկայի համաձայն Ռենշինի միջազգային այս գործընկերն իր տպավորիչ նախագծերի համաշխարհային փորձը ներկայացրեց ոլորտի մասնագետներին եւ ուսանողներին։ Нам очень нравится. Նախ ուզում եմ պատմել ճարտարապետական լուսավորություն եւ դիզայն ակադեմիական գիտության մասին, որը ճարտարապետության եւ կառուցապատման ոչ թե տեխնիկական մասն է, ինչպես հաճախ ընկալում են լուսավորությունը, այլ այն մասին, որ լույսն ընդգծում է, լցնում է իմաստով ու զգացմունքով։ Խոսելու եմ նաեւ լուսավորության ուրբանիզմի մասին, ինչը եւս բավական նոր գիտություն է։ Քաղաքների լուսավորության մաստեր պլանի արկայության դեպքում քաղաքը ոչ միայն ճարտարապետական, այլ նաեւ լուսավորության գլխավոր հատակագիծ է ունենում։ Այն քաղաքի միջավայրի զոննավորումն է ապահովում։ Կաբլուկայի վարպետաց դասին մասնակցող ճարտարապետ Գարեգին Եղոյանը եւս շատ է կարևորում լուսավորությունը ու ասում է, որ Երևանում արդեն հաջող օրինակներ կան, ինչպես օպերայի շենքը։ Նա նաեւ կարևորում է գիտելիքի փոխանակման նման հնարավորությունը։ Ճիշտ լուսավորությունը ճարտարապետությունը զարդարում է եւ ավելի է բացահայտում ճարտարապետությունը, կառույցը իր հորինվածքը։ Սխալ լուսավորությունը փչացնում է ճարտարապետությունը, որովհետեւ շատ հաճախ լուսավորում են ճարտարապետական էլեմենտները, մոռանալով շենքի մասին։ Ես անձամբ մի սկզբունք ունեմ, ես սիրում եմ, որ ինքը շենքն է լույս տալիս, ոչ թե լույս են տալիս շենքի էլեմենտները ճարտարապետական։ Համեմատություն անեմ մի հատ կոպիտ, եթե էլեմենտն են լուսավորում, նման է մարդու դեմքը տագից լուսավորելու, որը աղվաղում է դա ամեն ինչը։ Բայց եթե ընտրում ես լուսավորություն, որը շենքն է լուսավորում, ամբողջ գիշերը ինքը շենքն է լույս տալիս, այդ ժամանակ արդեն բացահայտում ես ամեն ինչ։ Ճարտարապետական դիմագծի բացահայտման մի նոր օրինակ էլ շուտով Երևանում կլինի Expo Light-ի հեղինակությամբ։ Ռենշինի նախագծերից Art Life Kempinski Residences Երևանը նորովի կբացահայտվի արդեն բարձրաճաշակ ու նորաոճ մոտեցումներով։ Expo Light-ի ձեռագրով, որը համադրում է տեխնոլոգիաները եւ լուսավորությունը միջավայրի նոր որակ հաղորդելով։ Очень важным моментом была задача Art Life-ի պարագայում մեր խնդիրը բոլորովին նոր որակի նախագիծ ստանալն էր։ Սա պրեմիում նախագիծ է, որը նաեւ հասարակական հատված ունի, որը բաց է քաղաքի համար։ Այստեղ լուսավորությունը պետք է ճիշտ տարանջատումը ստեղծել ռեստորանների, միջոցառումների սրահների հատվածի, որը հանրային է ամեն դեպքում պետք է ստեղծի առանձնացվածության զգացողություն։ Լույսը Art Life-ում այս ոչ հեշտ խնդիրը լուծում է։ Որքան գիտեմ, նման հագեցվածությամբ այլ նախագծեր Երևանում չկան, ու լուսավորությունը պետք է պատմեր, ընդգծեր այդ նախագծի բացառիկությունը։ Իսկ Ռենշինում համոզված են։ Art Life Kempinski մեր լյուքս դասի նախագծի շրջանակներում համագործակցում ենք Expo Light միջազգային արտաքին լուսավորությունով զբաղվող հանճարեղ ընկերության հետ, ում հետ այսօր կազմակերպել ենք նաև master class, շուկա բերելով միջազգային փորձը եւ փորձելով այն նորարարություններով, որոնք կիրառվում են մեր նախագծերի մեջ, նաև կիսվել մասնագիտական համայնքի հետ։ Իհարկե մեծ շեշտ է դրվել իր ահռելի փորձի վրա, կիրառման հենց լյուքս դասի եւ բավականին մեծ եւ հայտնի նախագծերի շրջանակներում, որոնց մասին էլ հենց խոսքը գնա այսօրվա master class-ի ընթացքում։ Art Life Kempinski տեսանկյունից կարևոր էր պահել լյուքս դասի համար ակնկալվող որակը եւ համապատասխանաբար ընտրությունը կատարվել է նաեւ Kempinski-ի հետ։ Աշխարհահռչակ նախագծերի вրա աշխատած Կաբլուկան տպավորված է Ռենշինի հետ աշխատանքով, ասում է, որ շատ հաճելի է աշխատել ընկերության հետ։ Нам очень нравится и амбициозность. Մենք շատ ենք հավանել Ռենշինի հետ աշխատանքը, մեզ դուր է եկել ինչպես նախագծի հավակնոտությունը, մոտեցումների մակարդակը, այնպես էլ մանրուքներին այդ աստիճան ուշադրությունը։ Մեզ շատ դուր է եկել այն, որ Art Life Kempinski-ի թիմը այսքան բաց է նորությունների հանդեպ, որ մեզ հետ սովորում ու ընկալում են լույսի կարևորությունը, այն թե որքան է այն հզորացնում նախագիծը։ Նորություններ սովորելու հնարավորություն ունեցան նաև Expo Light-ի եւ Ռենշինի համատեղ վարպետաց դասին մասնակցող, գործող ու ապագա ճարտարապետները։ Հենց հատկապես մեզ ուսանողների համար շատ կարևոր է այսպիսի միջոցառումները, հետագայում արդեն ճիշտ իմանալու համար նյուանսները։